Պատկերացրեք աշխարհի վերջին մնացել է մի քանի տարի ու մենք ինչ-որ ձևով տեղեկանում ենք դրա մասին։ Գիտենք, որ մնալու է ընդամենը 144,000 հոգի ու կան հատուկ ընտրված մարդիկ։ Մնացածները մահանալու են բնական աղետներից, չգիտեմ, երկրաշարժ, ցունամի, COVID, համաճարակներ միջազգային։ Այն մարդիկ, ովքեր ընտրվել են որպես առաջնորդներ, պիտի մյուսներին ասեն, որ իրանք էլ են ընտրված, Աստված ուզում է, որ իրանք փրկվեն ու իրանց տանեն ինչ-որ հատուկ տեղ։ Անտառում է, թե որտեղ է, չգիտեմ։ Մարդկությունը բաժանվելու է երկու խմբի՝ չարերի ու բարիների։ Չարերը բնականաբար այդտեղ չեն լինելու, բայց բարիներից ոչ բոլորն են փրկվելու, որովհետև չարերն էլ բարիներն էլ բաժանվում են 6 տարբեր խմբի, աստիճանների։ Նրանք, ովքեր 5-րդ, 6-րդ աստիճան են լինում, իրանք էլ չեն փրկվելու։ Բացի բնական աղետներից, իրանց նաև սպանում են առաջնորդները։ Ինչի, որովհետև դա մեղք չի համարվում, իրանք կորցրել են իրանց հոգին, այս չարերը կորցրել են իրանց հոգին, իրանց մեջ ապրում է կամ դևը, կամ այլ ոչ մեկ ու իրանք դարձել են զոմբիներ։ Սա շատ լավ խաղի կամ ֆիլմի, սերիալի սյուժե կլիներ, բայց կան մարդիկ, ովքեր դրան իրոք հավատում են։ 2019-ին կներեք, դրա պատճառով 5 հոգի մահացավ, որովհետև 2 տարօրինակ կտցրած մարդիկ որոշել էին ամուսնանալ ու սպանել իրանց նախկին ամուսիններին, ամուսնուն ու կնոջը, ու նաև երեխեքից երկուսին, որովհետև իրանց կարծիքով երեխեքը զոմբիներ էին, երեխեքը չար էին ու իրականությունից լրիվ կտրվել էին ուղղակի։ Խոսել են Լորի Վալոյի մասին։